Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուկրաինական հակամարտության կարգավորման ժամանակ ժամկետներ նշել։ Սպիտակ տանը լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, թե Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին պատկերացումներ կլինեն առաջիկա օրերի ընթացքում։ Այո, շատ շուտով արձագանքել է Թրամփը։ Լրագրողները փորձել են հստակեցնել, քանի օր հետո դա տեղի կունենա, ինչին ի պատասխան նա նշել է՝ հստակ ժամկետ չկա։ Թրամփը հայտնել է, թե իր ղեկավարությամբ գործող վարչակազմը կհրաժարվի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման փորձերից, եթե կողմերից մեկը բարդացնի բանակցային գործընթացը։ Պեկինը ապրիլի 18-ին հերքել է Կիևի մեղադրանքները, ըստ որի Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին, որը շարունակում է իր լայնածավալ հարձակումներն Ուկրաինայի վրա։ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանի խոսքով Չինաստանը երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտող կողմերից որևէ մեկին։ Միաժամանակ բոլոր կրկնակի նշանակության ապրանքները, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով, ենթարկվում են խիստ վերահսկողության, ընդգծել է նախարարության խոսնակը։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ կարծում են Չինաստանի ներկայացուցիչները զբաղվում են Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը պետք է ձգտի ընդգրկվել Ֆրանսիայի միջուկային զսպման համակարգում, նաև միանալ Միացյալ Նահանգների հետ համատեղ միջուկային զենքի օգտագործման ծրագրին։ Նրա խոսքով Լեհաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա սպառնալիքները։ Դուդան ընդգծել է, որ այս որոշումներն ուղղված են ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգն ուժեղացնելուն։ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին, հավելել է նա։ Միջուկային զենքի համատեղ օգտագործման ՆԱՏՕ-ի ծրագիրն առկա է մի շարք անդամ երկրների, ներառյալ Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի եւ Նիդերլանդների ծրագրերում։ Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հռոմ։ Այսօր Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված է Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցել անցած շաբաթ օրը Օմանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-Միացյալ Նահանգներ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն էր միջուկային գործարքի տապալումից ի վեր։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանի միջնորդությամբ եւ որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վրա։ Ստամբուլում մեկնարկել է անցած ամիս Թուրքիայում տեղի ունեցած վերջին 10 տարվա ամենամարդաշատ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված տասնյակ լրագրողների եւ ուսանողների դատավարությունը։ Մեղադրյալի աթոռին են 189 ամբաստանյալներ, որոնք մասնակցել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերին կամ լուսաբանել են բողոքի ակցիաները։ Նրանց մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում ապօրինի հավաքներին մասնակցելու, ոստիկանության նախազգուշացումներին չենթարկվելու հոդվածներով, որոնք հաստատվելու դեպքում մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում։ Իրավապաշտպան մի շարք կառույցներ կոչ են արել անհապաղ ազատ արձակել բանտարկված լրագրողներին, պնդելով, որ նրանց նկատմամբ հետապնդումը կամայական է։ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին առաջիկա ամիսներին, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, հայտնում է Reuters-ը հղում անելով անանուն պաշտոնյային եւ խնդրին ծանոթ երկու անձանց։ Գործակալությունը մանրամասնում է, որ Իսրայելը Սպիտակ տանն առաջարկել է ներկայացնել տարբեր ինտենսիվության իրանական միջուկային օբյեկտների դեմ գործողությունների, այդ թվում օդային հարվածների եւ հատուկ նշանակության ուժերի կիրառման վերաբերյալ։